Ապատեղեկատվություն, քարոզչություն, ատելության խոսք և արհեստական բանականության մարտահրավերներ։ Այսօրվա մեդիա դաշտի ամենասուր խնդիրները քննարկելու համար Երևանում են հավաքվել կարգավորող մարմինների եվրոպական հարթակի անդամները։ 47 երկրների 56 կարգավորող մարմինների ներկայացուցիչները Հայաստանում են մասնակցելու կազմակերպության 62-րդ համաժողովին, որը հյուրընկալում է հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ Հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդգծեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացումը նոր սպառնալիքներ է ստեղծում, որոնց դիմակայելու համար անհրաժեշտ է համատեղ աշխատանք։ Մարտահրավերները բոլորս գիտենք, դուք բոլորը շատ լավ գիտեք, ինչ է կատարվում տեղեկատվական այս պայթունային զարգացման պայմաններում ապատեղեկատվությունը, պրոպագանդան, եւ ոչ միայն քաղաքականությունը մեզ վերջի հերթին է հետաքրում անչափահասների վրա ազդեցությունը, երկրի անվտանգությունը տեղեկատվական։ Էփրայի նախագահ Ստեֆանի Քոմին նշեց, որ համաժողովի առանցքում լինելու են մեդիա բազմակարծության, ազատության և կարգավորող մարմինների ռազմավարության հարցերը։ Երկու կարևոր թեմա ենք քննարկելու։ Առաջինը մեդիա բազմակարծությունն է, բազմազանությունն է, ինչպես նաև մեդիայի ազատությունը, և երկրորդը կարգավորող մարմինների ստրատեգիաների դրսևորումն է, որովհետև կարծում ենք շատ կարևոր է, որ կարգավորող մարմինները ունենան ճիշտ ռազմավարական մոտեցումներ մեդիայի կարգավորման բնագավառում։ Համաժողովի շրջանակներում ՀՌՀ անդամ Գոհար Մամիկոնյանը ներկայացրեց Հայաստանի մեդիա դաշտի զարգացման պատմությունը և առկա մարտահրավերները։ Նա նշեց, որ թեև լրագրողներ առանց սահմանների կազմակերպության զեկույցում Հայաստանը տարածաշրջանում առաջատար է մամուլի ազատությամբ, երկիրը բախվում է աննախադեպ մակարդակի ապատեղեկատվության և ատելության խոսքի։ 1991 թվականին ընդունված մամուլի մասին օրենքից ու 95-ին ընդունված սահմանադրական կարգավորումներից բացի Հայաստանը նաև մշակել է մի շարք այլ իրավական ակտեր, որոնք էական դեր են խաղում մեդիայի ազատության, թափանցիկության, լրագրողների պաշտպանության և հանրային տեղեկատվության հասանելիության ապահովման գործում։ Մենք պատրաստակամ ենք աշխատելու մեր քաղաքացիական հասարակության և պետական կառույցների հետ հետագա բարեփոխումներն իրականացնելու համար։ Համաժողովին մասնակցում է նաև ներկայացուցչական պատվիրակություն Թուրքիայից։ Տիգրան Հակոբյանը նշում է, որ նրանց հետ համագործակցությունը կարևոր է, հաշվի առնելով Թուրքիայում գործող հայալեզու առցանց հարթակները։ Նույն Թուրքիայում մի քանի հայերեն լեզվով և հայկական բովանդակությամբ մենք օնլայն հարթակներ ունենք և թուրքական կողմի հետ աշխատելով մենք փորձում ենք բարենպաստ պայմաններ ստեղծել իրենց հեռարձակման համար։ Մամուլի ազատության պահպանման և ապատեղեկատվության, քարոզչության ու ատելության խոսքի արդյունավետ պայքարի համատեղ ջանքերն են, որ կարող են ապահովել առողջ և պատասխանատու մեդիա միջավայր, իշահ հանրության և ժողովրդավարության զարգացման։ Աննա Հարությունյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։